Տիկին Կարապետյանց իշխանությունները հայտարարում են, որ գնում ենք դեպի Եվրոպա, Եվրոպան լավ տեղ է, մեզ համար լավ նպաստավոր պայմաններ է ստեղծում որպես պետություն զարգանալու եւ հասարակություն կրթվելու, սակայն չի նշվում, թե ինչ է ակնկալում Եվրոպան մեզնից, ինչ նախապայմաններ է ներկայացնելու հայ ժողովրդի եւ Հայաստանի առաջ։ Դուք որպես իրավապաշտպան ինչ օգուտներ եք տեսնում Եվրոպայից եւ ինչ վնասներ։ Նախ Եվրոպան իհարկե ինձ համար ավելի հոգեհարազատ է, այն Եվրոպան, որը եղել էր ժամանակին, ոչ այն Եվրոպան, որը հիմա թաքնվում է բյուրոկրատական համակարգերի հետևում, որովհետև արժեհամակարգերի, մտքերի, գաղափարների ազատության, մարդու իրավունքների տեսակետից այն հին Եվրոպան, որը որ կար, ինձ համար շատ ընդունելի էր, շատ ընկալելի էր։ Ես կարծում եմ, որ շատերի համար այն հասկանալի կլիներ եւ ընդունելի կլիներ եւ շատերն է ձգտում են այդ Եվրոպային։ Բայց այն Եվրոպան, որը որ կա հիմա, իր երկակի ստանդարտներով, իր օրինակ արցախցիների խնդիրները չտեսնելով, իր օրինակ հակասահմանադրական ակնհայտ հակասահմանադրական գործողությունների պայմաններում Նիկոլ Փաշինյանին սատարում հայտնելով, այդ Եվրոպան դու սկսում ես անհանգստություն ունենալ, արդյոք դա նորմալ վարքագիծ է, թե չէ, արդյոք դա երկակի ստանդարտ է, թե չէ, արդյոք հաստատապես Եվրոպան գործարք է ուզում կնքի հայ ժողովրդի հետ, թե ժամանակավոր բոլոր իրավիճակներում ժամանակավոր իշխանությունների հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այս առիթով եւ բոլորին անընդհատ նույն բանն եմ նշել։ Ժորժյան ցանկացած իշխանություն գնացող է, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, մեծագույն դիկտատորները տարբեր երկրների իրենք անգամ չեն մինչեւ հավերժ չեն մնացել։ Հետևաբար գործարքը պիտի կնքված լինի հայ ժողովրդի հետ։ Դուք պիտի առաջարկեք պայմաններ, որոնք ընկալելի ընդունելի կլինեն։ Ազգային դիմագիծ ունեցող ժողովուրդ է։ Այսինքն օրինակ մեր հասարակության մեջ ընդունված չէ նույնասեռականների ամուսնություն։ Մեր եկեղեցին չի օրհնում, չի պսակադրում։ Սակայն Եվրոպայում դա ընդունված է։ Հնարավոր է արդյոք, որ Եվրոպայի համար սա եւս լինի նախապայման։ Եվրոպան միշտ եղել նախապայման, որպեսզի մենք այստեղ ընդունենք, կան նախապայմաններ։ Հա, ես հասկացա հարցը։ Նախապայմաններ անշուշտ կան։ Իրավունքների տեսանկյունից հավասար պայմաններ ստեղծել բոլոր խմբերի համար, կլինեն սոցիալական խմբեր, կլինեն, չգիտեմ, կրոնական տարբեր կազմակերպություններ, կլինեն սեռական փոքրամասնությունների հետ կապված։ Այո, որոշակի նախապայմաններ կան, որոշակի օրենսդրության հարթեցման, պահանջ, ես չի ասի, որ դա sense կոնկրետ պահանջ է ներկայացված, բայց նաև եթե մենք օրինակ գնում ենք դեպի այդ արժեքները, նշանակում է, որ մենք պետք է նաև ընդունենք դրանք։ Արևմտյան արժեքները դրա մեջ չեն, արևմտյան արժեքները դա ազատությունն է, դա մարդու իրավունքներն են, բոլորի հավասարությունն է, արդարադատության համակարգի արդարադատություն իրականացնելն է ու բազմաթիվ այլ ավելի գլոբալ վերցրած խնդիրներ են։ Շատ անգամ տենց փոքր նեղ ինչ որ բան են վերցնում, մի հարց են վերցնում, այդ մի հարցի շուրջ տենց անհանգստություն են դրսևորում։ Չի օրհնում, չի պսակադրում այդպիսի զույգերի, նշանակում է ոտնահարում է մարդու իրավունքները։ Մեր եկեղեցին ինքը հանդիսանում է կրոնական կազմակերպություն եւ իրավունք ունի իր ներսի կանոնները, կանոնակարգումները դրսևորել, ինքը որոշել թե ինչա անում, բայց եկեղեցին ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է պարտադրել որևէ եկեղեցու, որևէ կրոնական կազմակերպությանը, ասենց ասեմ, ինչ որ գործողություններ, ինչ որ կանոնակարգումների ներսում փոխել։ Մարդու իրավունքներին է վերաբերվում, ձեր ասած խնդիրը LGBT համայնքի հետ կապված, դա չի վերաբերվում եկեղեցիներին, դա վերաբերվում է պետությանը, որ մարդիկ պիտի որ հավասար լինեն, անկախ իրանց բոլոր չգիտեմ, պատկերացումներից, նախասիրություններից պիտի հավասար լինեն օրենքի առաջ։ Բայց ուրիշ խնդիր է, դուք վերցնում եք հիմա մենակ այդ LGBT համայնքը, ես ամեն անգամ այդ թվում նաև LGBT համայնքի ներկայացուցիչներին միշտ ասել եմ, Ժորժյան, կան բաներ, որոնցից դուք բողոքում եք, բայց դա միայն ձեզ չի վերաբերվում։ Օրինակ, ոստիկանության կողմից մարդու բողոքը բռնության վերաբերյալ չընդունելը, դա միայն ձեզ չի վերաբերվում, դա բոլորին է վերաբերում։ Եթե չեն ուզում ընդունել բողոքը կամ վարույթ իրականացնող մարմինը, քննիչները, եթե ինչ-որ մեկի նկատմամբ բռնությունը չեն քննում, դա միայն ձեր խնդիրը չի, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքական ուժերի, ընդդիմադիր ուժերի նկատմամբ բռնություն, իրանց մեքենաները վառելը, իրանց բռնության ենթարկելը հավասարապես չեն քննվում։ Ասելա թե ձեր խնդիրը չի, դա պետական կառավարման մոդելի խնդիր է, դա արդարադատության համակարգի անկախության խնդիր է, ու այդ խնդրին պիտի բոլորս լծված ենք, կարծում եմ։ Տարիներ շարունակ իշխանությունը հայտարարում է, որ մենք գնում ենք ազատականացում, վիզաների ազատականացման գործընթաց է սկսվել, բայց սկսվել ու չի ավարտվում։ Ու անգամ նշված չէ, թե երբ կավարտվի եւ երբ կարող ենք մենք շարքային քաղաքացիներս գնալ Եվրոպա որպես
զբոսաշրջիկ եւ հետ վերադառնալ։ Ավելի է բարդացվել վիզաներ, մեկանգամյա վիզա տալու գործընթացը։ Սա կեղծ օրակարգ է, թե իսկապես նման բան կատարվում է։ Կա SEPA-ի պայմանագրով, որը կնքվել էր, հիշեցնեմ մեր լսարանին, որ կնքվել էր դեռևս պայմանավորվածությունները եւ բանակցությունները դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ էր այդ ծավալը քննարկվել, նա այնպես չի որ սա Նիկոլ Փաշինյանի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, կային նախապայմաններ, որոնք պետք էր ընդունել, որպեսզի նաեւ վիզաների ազատականացումը լիներ։ Ոչ նախկին իշխանությունները, ոչ ներկա իշխանությունները ուշադրություն 7, հիմա արդեն հեսա շուտով կլինի 8 տարի շարունակ այդ պայմանները չեն ապահովել։ Ու երբ որ ամեն անգամ մեղադրում են Եվրոպային, որ ինքը վիզաները չի ազատականացնում, պետք է հիշել, որ ներսում կան պարտավորություններ, որոնք ուղղակի չի իրականացվել։ Այլ խնդիր է, որ օրինակ վարչապետի վերջին հայտարարությունը, որ եթե ես չընտրվեմ, լրագրողների ոտերը կջարդեն, ձեռները կջարդեն, գլուխները կջարդեն, այ դրանից հետո Եվրոպան ուղղակի իրան ճղելու էր մեջտեղից, բոլորին էր պատեպատ տալու։ Այդ թվում նաև իշխանություններին ու մնացածին ու բոլոր լրագրողներին ուղղակի ավտոմատ տալու էր վիզաներ, որպեսզի հանկարծ если вдруг что կարողանան ուղղակի բան իրանց կյանքը փրկեն, իրանց առողջությունը փրկեն, բայց ոնց հասկանում եմ դա դեռ տեղի չի ունենում, որովհետև այո, Եվրոպան ցավոք սրտի այս պահին ունի երկակի ստանդարտներ, բայց նորից Եվրոպան պիտի հիշի, բոլոր կառավարությունները ժամանակավոր են, պիտի առաջարկվեն պայմաններ ոչ թե հարմարեցվեն օրվա իշխանություններին, այլ հայ ժողովրդի հետ պիտի այդ խնդիրները լուծվեն։ Այս իշխանության օրոք իրավապահ համակարգի օրինակով բերեմ, ներդրվում են այնպիսի մոդելներ, իրավապահ համակարգի մեջ, որը ըստ էության մեր հասարակության եւ մեր տարածաշրջանի համար օգտակար չէ։ Օրինակ հանցավորության դեմ պայքարի առումով։ Դա ասեմ, տարածաշրջանի համար ներդրում են այնպիսի օրենքներ են մշակում, որը որ ինչպես տեսնում ենք, ոչ թե կանխում է հանցավորությունը, այլ ավելի է ընդլայնվում։ Մենք գիտենք նաև, որ իրավապահ համակարգը, հատկապես ոստիկանությունը հիմնականում ամերիկյան, եվրոպական մոդելներ են ներդրված։ Դրանց հետևանքները եւ օգուտներն եմ ուզում դուք ներկայացնել։ Տեսեք, ցանկացած օրենք, որը ներդրվում է, իրականում շատ կարևոր է, թե ով է դա կիրառում եւ ինչ նպատակով են ներդնում։ Հիմա հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, երբ որ օրենքը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, ենթադրում դրա մասին է խոսքը, այ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու հարցում, երբ որ դու ինքդ կրում ես այդ ենթամշակույթը, երբ որ դու քեզ պահում ես այդ ենթամշակույթին բնորոշ վարքագիծ ես դրսևորում, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, կներես դու ինչի դեմ ես պայքարում, կարող է քո արևիտակ քո տեղի համար ես պայքարում, դու ինչ որ օրենք ես ընդունում, որպես ինչ որ մարդկանց խաղից հանես ու դու զբաղեցնես կամ յուրայինները զբաղեցնեն, միակը եւ անկրկնելի լինես, եթե դա է նպատակը, իհարկե դա անընդունելի է եւ դա անտրամաբանական է։ Առաջինը, երկրորդը, երբ որ այդպիսի օրենքներ են ընդունվում, շատ կարեւոր է, բացառիկ կարեւոր է, որպեսզի դու միջև վերջ մտածես process-ը ոնց է իրականացնելու, որպեսզի դա հանկարծ ինչ որ պահի չդառնա ուղղակի գործիք ինչ որ մարդկանց, ովքեր օրինակ ընտրությունների ժամանակ քեզ չեն աջակցելու, որովհետև օդում պտտվող լուրերի համաձայն քրեական ենթամշակույթի որոշ ներկայացուցիչները համաձայնություն տվել են օգնել օրինակ Նիկոլ Փաշինյանին, նորից օդում պտտվող լուրերի համաձայն։ Նրանք ովքեր այդ համաձայնությունը չեն տվել, շատ արագ կտեսնեք իրանց դեմ պայքարը։ Նրանք ովքեր որ նույն ռանգի մարդիկ են, ուղղակի կլինեն ազատության մեջ եւ կսատարեն ընտրությունների ժամանակ ենթադրենք։ Դառնալով եվրոպական արժեքների եւ մեր ազգային դիմագծին, դուք ինչ վտանգներ եք տեսնում։ Մեր հասարակությունը պատրաստ է այն արժեքները կրել եւ ապրել այդ արժեքների հետ, ինչը բնորոշ է Եվրոպային։ Ես համարում եմ, որ եվրոպական մասին չեմ խոսում։ Ես համարում եմ, որ եվրոպական արժեքները դա մեր ավելի հին ժամանակներում ստեղծված արժեքներ են եղել։ Գնացեք Մխիթար Գոշ նայեք, գնացեք, չգիտեմ, տարբեր մեր թագավորները նայեք, մենք ունեցել ենք թագավորներ, ժամանակաշրջաններ, որտեղ թագավորը ընտրովի է եղել, այսինքն մենք այս ամեն ինչի կրողը ոչ թե հետ ենք բերում, այլ դա մեզանից է տարված եղել։ Այլ խնդիրը, որ կան նախապայմաններ կարող են դրվել, որոնք հասարակության ոչ բոլոր հատվածների համար են ընկալելի, ընդունելի, ցանկալի, բայց Ժորժ ջան, ասում եմ, դե ժողովրդավարություն էլ դա նախատեսում, մենք չենք կարող դիկտատորայի պայմաններում ապրենք, ասենք չէ, ոնց որ ասում եմ, մի հոգին ուզում է կամ մի թիմը ուզում է, այդպես ենք անել։ Ժողովրդավարության մյուս կողմն էլ դա է, որ դու ստանում ես ազատություններ, դու ստանում ես իրավունքների պաշտպանություն, բայց մյուս կողմում էլ կան մարդիկ, գուցե իրանց տեսակետը չես գիտում, իրանց վարքագիծը քեզ համար լավ չի, ընդունելի չի, բայց դա է, ժողովրդավարությունը դա է։